Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Պատերազմի 5-րդ օրը Միացյալ Նահանգները, Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձարվածները, հայ-իրանական սահմանը քաղաքացիների համար փակ է, բեռնատարները սակայն անցնում են։ Հարվածների տակ են նաև ամերիկյան ռազմաբազաներ ունեցող արաբական երկրները, որտեղից չեն կարողանում վերադառնալ հանգստի մեկնած հայաստանցիները։ Քաղաքացու հաշվին ընդամենը տոմս առնել ու թռնել դեպի Երևան։ Ունեցել նոր ներխուժումներ եւ Արման Թաթոյանն նահազանգում է ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում ավելի են ամրապնդվել եւ տեղ-տեղ առաջ եկել։ Իշխանությունը վստահեցնում է՝ սուտ է։ Ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Ինչ գին է առաջարկել կառավարությունը հեծի սեփականատերերին էլ-ցանցերը պետականացնելու համար։ Կողմերից ոչ մեկը չի բացահայտում, բայց նախկին սեփականատերերն ասում են, զգալի պակաս է արբիտրաժի իրենց պահանջից $500 միլիոն։ Դատարանը եւս 2 ամսով երկարաձգեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը։ Ծրագրի սկզբում տեղափոխվենք հայ-իրանական սահման եւ տեսնենք ինչ վիճակ է այնտեղ։ Իրանա-ամերիկա-իսրայելյան պատերազմի 5-րդ օրն է եւ հայ-իրանական անցակետը իրանական կողմից այսօր փակ է քաղաքացիների համար, բեռնատարները սակայն անցնում են։ Պեկը պնդում է, որ տեխնիկական խնդիր է ծագել իրանական կողմում։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է ագարակում սահմանային անցակետի մոտ։ Ռոբերտ, ողջույն, ինչ վիճակ է սահմանին եւ արդյոք հայտնի է, թե երբ կբացվի անցակետը։ Բարի երեկո Տաթևիկ, թե երբ կբացվի սահմանը քաղաքացիների համար ասել չեմ կարող, այս պատասխանը կարելի ասել ոչ մեկ չունի, ամենայն դեպս ագարակի անցակետից այս կողմում, այսինքն Հայաստանի տարածքում, պետական եկամուտների կոմիտեից ինձ մի քանի ժամ առաջ պատասխանեցին, որ խնդիրը իրանական կողմում է, Նորդուզի անցակետում, կարծես տեխնիկական մի խնդիր է եւ ըստ այս կողմում արդեն ծավալվող զրույցների կապի խնդիր կա, այդ համակարգը սահմանային անցումների չի աշխատում եւ ոչ այն կողմում հավաքված մարդիկ են կարողանում Հայաստան անցնել, իսկ ըստ նույն այդ զրույցների մի քանի 100 մարդ սպասում է, որ Հայաստան գա, նրանք կարծես այլ երկրների քաղաքացիներ են, ովքեր ցանկանում են Իրանից Հայաստան անցնել եւ ոչ էլ արդեն այս կողմից Հայաստանի քաղաքացիներն են կարողանում այն կողմ գնալ, այս կողմերում բնակվողները շատ են հաճախ են անցնում այն կողմում, խանութներ կան, առևտուր են անում ու վերադառնում են, այդ շարժը չկա, սակայն բեռնատարներ անցնում են, արդեն մի քանի ժամ է այստեղ ենք, պարբերաբար տեսնում ենք, որ բեռնատարները գնում են, հենց հիմա իմ հետևում հայկական պետհամարանիշով մեքենա է կանգնած, դարպասը մյուս կողմում է, այսպես պարբերաբար կարծես թույլտվություն են ստանում եւ անցնում են, արդյոք այս շարժը բնականon է, թե ոչ հստակ ասել հնարավոր չէ, ամեն դեպքում հենց ագարակ գալու ճանապարհին մի քանի կիլոմետրանոց հերթեր էին բեռնատարների եւ հայկական համարանիշներով եւ իրանական, նաեւ վրացական մեքենաների թիվը հարյուրներով էր հաշվում եւ նրանք ի վերջո հայտնվում են այստեղ ու սպասում են անցման իրենց հերթին, հիմա էլ արդեն Իրանից մեկ բեռնատար Հայաստան մտավ մի քանի վայրկյան անց, կասեմ, այո, սա վրացական պետհամարանիշներով մեքենա էր, այս կողմում վարորդներ են կանգնած, սպասում են իրենց հերթին եւ երեկոյան կարողացանք զրուցել նրանցից մեկի հետ, ով սպասում էր իր հերթին, որ Իրան գնա, տղամարդը Թավրիզից է, ընտանիքն էլ այնտեղ է, պատմում էր, որ արդեն մեկ շաբաթ ընտանիքի հետ կապվել չի կարողացել եւ միայն այստեղ արդեն սահմանին հասնելուց հետո կարողացավ խոսել։ Տղամարդը պատմում էր, որ Թավրիզում նույնպես հարվածներ կան, այժմ առաջարկում եմ նրա հետ զրույցից մեկ հատված դիտենք, ապա կվերադառնանք։
Ամերիկան ու Իսրայելը դավադրաբար հարձակվել են մեր երկրի վրա, հարվածել են դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, շատ երիտասարդներ զոհվել են։ Իմ որդին զինվորական է, բժշկական ինժեներություն է սովորել, ծառայում է Թավրիզի զինվորական հիվանդանոցում։ Ինձ ասացին, որ Սեպահի հեղափոխության պահապանների հիվանդանոցը ռմբակոծել են, հետո Թավրիզի օդանավակայանը ամեն օր ռմբակոծում են։ Աղջիկս մոր հետ հիմա մարանդում է, մեկ շաբաթ է չէի կարողացել նրանց հետ կապ հաստատել, այսօր քանի որ սահմանին մոտ եմ կարողացա խոսել, նրանք էլ ասում են, որ ողջ գիշեր արթուն են մնում, ամեն օր Ամերիկան ու Իսրայելը ռմբակոծում են։ Մենք ուզում ենք, որ միջազգային կազմակերպությունները ձեռք-ձեռքի տան, մենք բանակցության եւ զրույցի կողմնակից ենք։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն եւ բարեկամություն հաստատվի, վերջ։ Մենք պատերազմի եւ արյունահեղության կողմնակից չենք։ Այս անցակետում հերթը մեկ լինում է, մեկ ոչ, նայած մեքենաների քանակին։ Երբեմն այս կողմում է շատ լինում, երբեմն իրանական կողմում։ Բայց քանի որ մեր երկիրը ռմբակոծել են եւ ինտերնետը միանում անջատվում է, Իրանի մաքսակետից մեքենաների ընդունումը շատ քիչ է։ Ես 3 գիշերվանից ժամը 10-ից հերթի մեջ եմ եւ հիմա տեսնում եք, նոր հերթս հասել է, որ մտնեմ Հայաստանի մաքսակետ։ Տաթևիկ, մենք շարունակում ենք աշխատել ագարակի սահմանային անցակետում, կփորձենք, երբ սահմանը բացվի, թե երբ կլինի դա, ես ասել չեմ կարող, զրուցել Իրանից Հայաստան սահմանը հատող եւ այստեղ եկող մարդկանց հետ, կփորձենք ծանոթանալ նրանց պատմություններին եւ արդեն վաղը այլ մանրամասներ կներկայացնենք։ Տաթևիկ, թերևս այսքանը։ Շնորհակալ եմ Ռոբերտ Զարգարյանն էր հաղորդում ագարակի անցակետից, իսկ այս թեմայով նորությունները թարմացվում են ազատություն.am կայքեջում։ Դե իսկ Իրանի եւ Ամերիկա-իսրայելական պատերազմը ավարտվելու նշաններ ցույց չի տալիս։ 5-րդ օրն է փոխադարձարվածները շարունակվում են, այդ թվում նաեւ տարածաշրջանային երկրներին, որտեղ ամերիկյան կամ իրանամետ ռազմական ներկայություն կա։ Իրանում ըստ իրավապաշտպանների սպանվածների թիվը անցնում է 1000-ից, վիրավորներինը 5000-ից։ Մարտական գործողություններին զուգահեռ Իրանում ըստ տեղական աղբյուրների պետք է նաև որոշվի, թե ով է փոխարինելու սպանված գերագույն հոգևոր առաջնորդին։ Իսրայելի պաշտպանության նախարարը արդեն հայտարարել է, որ ով էլ որ ընտրվի կլինի իրենց նոր թիրախը։ Պատերազմի 5-րդ օրը Իսրայելը հայտարարել է, որ հարվածների մեծ ալիք է սկսել Թեհրանում, թիրախավորելով կառավարական ենթակառուցվածքները։ Իսրայելական կործանիչները Թեհրանի երկնքում իրանական ինքնաթիռ են խոցել։ Իրանի հյուսիս-արևմտյան Ղազվին նահանգում իսրայելական զինուժը հարվածել է արտադրամասի, կան վիրավորներ։ Իրավապաշտպանների տվյալներով պատերազմի ընթացքում Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ, այդ թվում 181 երեխա, վիրավորվել է 5400-ից ավելի մարդ, որոնցից 100-ը երեխաներ։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասվել է, ռազմաօդային ուժերը կարևոր ջրուղիներում գործող նավեր չունեն, խորտակվել է 17 նավ, հարձակման է ենթարկվել ավելի քան 2000 թիրախ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխանցմամբ միջուկային նյութ պարունակող իրանական օբյեկտները չեն վնասվել, ռադիոլոգիական վտանգ չկա։ Շարունակվող հարվածների պայմաններում հետաձգվել է Իրանի սպանված գերագույն առաջնորդի հոգեհանգստի այսօր երեկոյան նախատեսված երրորդյա արարողությունը։ Իրանցի պաշտոնյան ասել է, որ այն հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով։ Իրանական աղբյուրներում Ալի Խամենեիին փոխարինողի մի քանի հնարավոր թեկնածուների անուններ են քննարկվում, այդ թվում որդու Մոջթաբա Խամենեի անունը։ Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, ով էլ փոխարինի Խամենեիին եւ շարունակի նույն քաղաքականությունը, անվիճելի թիրախ կդառնա։ Կարևոր չէ ով է կամ որտեղ է թաքնվում, սոցցանցում գրել է Իսրայել կացը։ Իսրայելի բանակը հարվածել է նաև Իրանի աջակցությունը վայելող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին Լիբանանում, այդ թվում մայրաքաղաքում։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի հյուսիսային Սաֆեդ քաղաքի մոտ գտնվող ռազմաբազային, իսկ սահմանի մոտ իսրայելական տանկ է խոցել։ Իսրայելը պահեստազորային դիվիզիա է ուղարկել Լիբանանի սահմանի արևմտյան հատված, որտեղից այն դուրս էր բերվել անցած տարի։ Նաև մոտ 6 կիլոմետր առաջ է շարժվել հարավում։ Լիբանանի տվյալներով Իսրայելի հարձակումներից առ այսօր 50-ից ավելի մարդ է սպանվել, տեղահանվել ավելի քան 65000-ը։
Իրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հարվածել է ամերիկյան զորքերի տեղակայման մի քանի օբյեկտի, այդ թվում Իրաքում, Քուվեյթում։ Թեհրանը նշել է, որ այս հարձակումները պատերազմի ընթացքում իրենց մեջբերում են առաջին հզոր քայլերից են։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս լուրը։ Ենթադրաբար իրանական անօդաչուի հարվածից տուժել է Դուբայում ԱՄՆ հյուպատոսության շենքը։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ անօդաչուների եւ հրթիռների հարձակման տակ է։ Մեկ երեխա է սպանվել անօդաչուի ընկնող բեկորներից։ Կատարը, Միացյալ Էմիրությունը, Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ բազմաթիվ հրթիռներ ու անօդաչուներ են խոցել։ Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հենց հիմա լքել երկիրը։ Թուրքիան իրանական հրթիռ է խոցել իր տարածքում եւ զգուշացրել, որ կպատասխանի իր նկատմամբ ցանկացած ագրեսիայի։ ՆԱՏՕ-ն դատապարտել է Դաշինքի անդամ երկրի թիրախավորումը։ Ենթադրաբար իրանական մի հրթիռ էլ ընկել է Սիրիայի Ղամշլի քաղաքի մոտակայքում։ Ըստ Reuters-ի անօդաչուն կրկին հարվածել է Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանին։ Այն Սաուդի Արամկոյի ամենամեծ գործարանն է, որի աշխատանքը 2 օր առաջ էր դադարեցվել իրանական հարձակումից հետո։ Իրաքում իրանամետ խմբերից մեկը պնդել է Հորդանանում ամերիկյան կարևոր թիրախի է հարվածել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե փակում է Հորմուզի նեղուցը, որտեղ այսօր նավթատար տանկեր է խոցվել։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է նավատորմ ուղարկել նեղուց տանկերներին ուղեկցելու համար։ Պատերազմի 5-րդ օրը կողմերն այն դադարեցնելու ոչ մի նշան ցույց չեն տալիս։ Սպանված Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել եւ կարող է պատերազմել այնքան, որքան անհրաժեշտ է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի վրա հարձակվելով ԱՄՆ նախագահը մեջբերում եմ դավաճանել է դիվանագիտությանը եւ իր ընտրողներին։ ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, հայտնելով, որ ամերիկյան հավելյալ ուժեր են տեղակայվում Մերձավոր Արևելքում։ Ըստ Փիթ Հեքսեթի, ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին շուտով լիակատար հսկողություն կհաստատեն Իրանի երկնքում։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն դեռ նոր է սկսում օգտագործել իր մեծ ճշգրտության ռումբերի անսահմանափակ պաշարները։ Ամերիկան հաղթում է վճռականորեն, ջախջախիչ եւ անողորմ կերպով։ Ընդամենը 4 օր է ինչ սկսվել է պատերազմը։ Ցուցանիշները փոխվում են, ամեն ինչ սկսում է պարզ դառնալ եւ ավելի շատ ուժեր են ժամանում։ Դեռ շատ վաղ է եւ ինչպես նախագահ Թրամփն է ասել, մենք կօգտագործենք մեզ անհրաժեշտ ողջ ժամանակը համոզվելու, որ հաջողում ենք։ Հեքսեթը նաև հայտնել է, որ ամերիկյան Սուզանավն է Շրի Լանկայի ափերի մոտ խոցել իրանական ռազմանավը, որը խորտակվել է։ Ըստ Reuters-ի 100-ից ավելի մարդ անհետ կորել է, 78-ը վիրավորվել։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ էլ առնվազն 30-ը հոսպիտալացվել են։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, թե իրանական ռեժիմը, որն ունի մեծ հեռահարության հրթիռներ եւ կարող է նաեւ միջուկային զենք ստեղծել, անհանդուրժելի սպառնալիք կլինի ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, մարդկանց մեծ մասը, որոնք համարվում են Իրանի ապագա հավանական առաջնորդներ, այլևս ողջ չեն։ Մարդկանց մեծ մասը, որոնց դիտարկում էինք, մահացած է, եւ հիմա մենք ունենք մեկ այլ խումբ, որը ըստ հաղորդումների եւս կարող է մահացած լինել։ Այնպես որ կարծում եմ շուտով 3-րդ ալիք է սպասվում, որի մասին ոչ ոք չի իմանա։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը խաթարել է համաշխարհային մատակարարման շղթաները, խնդիրներ ստեղծելով տարածաշրջանի եւ աշխարհի համար, այդ թվում ֆինանսական շուկաներում։ Associated Press-ի փոխանցմամբ մոտ 3000 նավ է արգելափակված Պարսից ծոցում։ Ծոցի մի շարք երկրներում ավիափոխադրումները եւս սահմանափակված են։ Տասնյակ հազարավոր տարանցիկ ուղևորներ արգելափակված են։ Որոշ երկրներ չարտերային չվերթներ են կազմակերպում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Հարվածների տակ են նաև ամերիկյան ռազմաբազաներ ունեցող արաբական երկրները, որտեղից չեն կարողանում վերադառնալ հանգստի մեկնած հայաստանցիները։ Չվերթների չեղարկման հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների տարհանումը պետությունը չի ֆինանսավորում։ Տոմսերը շատ թանկ են եւ քչերն են մինչ այդ չվերթներով վերադարձել։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են մնալ Պարսից ծոցի երկրներում։ Չեղարկված թռիչքների պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել։ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու Շրի Լանկա, Հնդկաստան։ Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են 1000 եվրոից։ Վերջին օրերին Մասկատից 2 օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ անցած գիշեր օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել։ Վաղվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում հիշեցրեց, պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան։ Կառավարությունը մարդկանց տալիս ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար եւ ավտոբուսով հասցնում է Դուբայից օրինակ Մասկատ օդանավակայան։
որտեղ կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք գները բան են եղել, բայց օրինակ եկեք նաև հասկանանք, մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքով չի, չէ, ճանապարհով չի թռնում ինքնաթիռը, փակ այդ ամբողջ, այսինքն այդ նշանակում է կրկնակի երարկի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր եւ այլն։ Մասկատից չարթերային թռիչքներն իրականացնում է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Fly One Armenia ընկերությունը։ Նախարար Միրզոյանն ասում էր, իր ղեկավարած գերատեսչությունը գներով չի զբաղվում, բայց հստակեցրեց, հիմնականում վճարունակ մարդիկ են հայտնվել այս իրավիճակում։ Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք զբոսաշրջային նպատակներով, հա, կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը առնել, նաև այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Դուբայում ընտանիքի հետ հանգիստն անցկացնող Աշոտ Համբարձումյանը, որ մարտի 2-ին պիտի վերադառնար, սպասում է հյուրանոցում սեփական միջոցներով։ Պատկերացնում եք մի ընտանիքի համար, որը որ եկել է 3-4 օրով հանգստանալու ու հետադարձ տոմսը արժի այս պայդրությամբ $1500։ Արտգոց նախարարությունը երբ որ հայտարարությունը տարածում, որ քաղաքացիներին պետք է օգնեն, որպեսզի դուրս գան այս իրավիճակից, դա քաղաքացու հաշվին դուրս բերում է պատերազմական իրավիճակից։ Ինչքանով է դա արդարացված, դիմում ես դեսպանատունը ոնց որ ավիակասա լինի, ասում է խնդրում եմ զանգարեք այս համարով, տոմսը վերցրեք, ով տոմս ունի, նրան կտարահանենք, ով չէ, մնացեք Դուբայում, ինչ ուզում եք, ոնց ուզում եք ապրենք։ Ուստի Համբարձումյանները մտադիր են դեռ սպասել Դուբայում, գուցե առաջիկա օրերին պատերազմն ավարտվի ու ավիաընկերությունը, որից գնել են վերադարձի տոմսը, վերականգնի թռիչքը։ Անմարդկային թանկ է, ոչ բոլորին հասանելի։ Չկա մի հոգի վերահսկի այս ամեն ինչը, որպեսզի մարդիկ կարողանան այս իրավիճակից դուրս գան ու վերադառնալ հայրենիք։ Եթե ես պետքա վճարեմ անձը $1200-ից $1500 ու հետադարձ տոմս առնեմ, ես իմ ընտանիքով եմ, դա բավականացնում է մոտավորապես մի 10 օր ստեղ ապրելու։ Դա մեր Հայաստանի Հանրապետության մտածելակերպը, որ հարգելի քաղաքացի, եթե ունես փող հետ արի, չունես, ոնց ուզում ես մնա։ Fly One Armenia-ից արտգործնախարարին տեղեկացրել են, որ Մասկատից թռիչքի ինքնարժեքը $170,000 է։ Սրանով էր նա բացատրում բարձր գները։ Ընդ որում Հայաստանի քաղաքացիներն արգելափակված են աշխարհի տարբեր անկյուններում, որտեղից անգամ Օման հասնելն է բարդ։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սնունդով։ Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով եւ Sevan Startup ուրեմն սամիթի ծրագրի շրջանակներում ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի, այսինքն բոլոր տեղերում նախ կապ ունենք եւ երկրորդ փորձում ենք հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնարավոր, որտեղ թռիչքների փակ զոնա է եւ այլն։ Արդյոք առաջիկա օրերին այս ուղղություններից եւս կլինեն չարտերային թռիչքներ, որպեսզի իր թված մարդիկ ի վերջո տուն հասնեն, նախարարը չհստակեցրեց։ Իրանում ստեղծված վիճակի վերաբերյալ հարցը հնչել ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ, մասնավորապես ընդդիմադիր պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կշտամբել է տարածաշրջանային խիստ լարվածության ֆոնին քարոզարշավի եւ անհոգ կարկանդակ ուտելու կադրերը տարածելու համար։ Փաշինյանը հակադարձել է իրենք քաղաքացիների հետ հանդիպումները չեղարկելու պատճառ չունեն։ Ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պերաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը։ Ինչքան կարկանդակ են ուտում, իրանց քաղաքական բանը վստահելիությունը փլուզվում է։ Իրանց խնդիրը ու կարկանդակը չի, ոչ էլ տարածաշրջանն է, իրանց խնդիրը իրանք են, որ խորհրդային չեն անցնելու, հասկանում եք։ Պերաշկու մասին հարցը վարչապետին այսօր այնքան հունից հանեց, որ ինքնահրկիզվելու կոչից բացի Նիկոլ Փաշինյանը պնդեց ներկայիս ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ խորհրդարանից։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիր պատգամավոր Ագնես Ախամոյանն այսօր ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանին Նիկոլ Փաշինյանին հարցրեց, որքան անլուրջ է վարչապետը վերաբերվել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, երբ Իրան-Իսրայել ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի էր ուտում ներկուսակցական քարոզարշավի ավտոբուսում։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, հենց Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունն է պնդել, որ Իրանում անկայունության աճը կմեծացնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Ինձ ասում եք պերաշկ ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լծրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել։ Կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Փաշինյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է վարչապետը եւ ինչով է զբաղվում, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են։ Վստահեցրեց, այն ինչ կատարվում է Իրանում Հայաստանի պետական մարմինների համար նորություն չէ, իսկ ծավալվող պատերազմի նախորդող եւ հաջորդող օրերին էլ Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրել, իսկ պաշտպանության նախարարն էլ անցած շաբաթ եղել է Իրանում։ Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է, ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Որ գանք այստեղ, ասենք 1000 ներողություն, ինչ որ սադրիչ անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության բանը վտանգենք, ինչ եք նիստ անում, չեղարկեք նիստը։ Պարոն Փաշինյան, Միջալոց պերաշկու տեղը կարանք ասենք, եթե հանկարծ շատ սովեք դուք էլ ուտեք։ ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան, ձեր աթոռի պաշտպանությունը ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցողը պետք է հուշի, եթե հոգ չի տարվում խաղաղության մասին, ապա օրերի ընթացքում ամեն ինչ կարող է փլուզվել։ Եթե երաշխավորներ միջազգային, ընդ որում այդ երաշխավորները պետք է լինեն կարող հուշեր, չլինեն, շատ տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ դրանից ասենք 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել։ Ընդդիմություն Փաշինյան բանավեճը կարկանդակով չավարտվեց, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի տարիներ առաջ արած պնդումը, որ առանց միջազգային երաշխավորների հնարավոր չէ խաղաղություն ունենալ, մինչդեռ այսօր արդեն Փաշինյանը հակառակն է պնդում։ Ի պատասխան վարչապետը կրկին պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու, ապա մանրամասնեց, թե իր համոզմամբ ինչ տեսք է ունենալու խորհրդարանական ընդդիմությունը հունիսի 7-ից հետո։ Ուզում եմ հասկանալ, երբ որ այս հարցազրույցն էիք տալիս, այդ ժամանակ էիք ստում, երբ ասում էիք, որ առանց երաշխավորների խաղաղություն հնարավոր չի, փաստաթուղթը չի երաշխավորում եւ 12 ժամ հետո ընդամենը հնարավոր է պատերազմ, եթե երաշխավոր չկա, թե հիմա, երբ որ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, Մի հատ պիցի ասացված կա, տգետանա ով չի փոխվում։ Սենց որ այս տեմպով գնաք դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմն այդտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են, բանով։ Դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Վերադառնալով արդեն առանց միջազգային երաշխավորների խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Փաշինյանը պնդեց, հասկացել են մի բան, որ եթե Հայաստանը չլինի իր իսկ խաղաղության երաշխավորը, որևէ մեկը չի լինի, քանի որ այդ խաղաղությունը հենց Հայաստանին է պետք։ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր գրած թղթի վրա։ Դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով դրա համար բանը ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։
տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Արման Թաթոյանն նահազանգում է ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում ավելի են ամրապնդվել եւ տեղ-տեղ առաջ եկել։ Իշխանությունը վստահեցնում է՝ սուտ է։ Ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Ինչ գին է առաջարկել կառավարությունը հեծի սեփականատերերին, էլ ցանցերը պետականացնելու համար։ Կողմերից ոչ մեկը չի բացահայտում, բայց նախկին սեփականատերերն ասում են, զգալի պակաս է արբիտրաժի իրենց պահանջից $500 միլիոն։ Դատարանը եւս 2 ամսով երկարաձգեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ ադրբեջանցիները, որ 2021 թվականից ի վեր Հայաստանից տարածքներ են օկուպացրել, նախորդ տարվա Վաշինգտոնյան բանակցություններից առաջ զգալի ամրապնդել են այդ տարածքները եւ կոմունիկացիաներ են կառուցել եւ առաջ են շարժվել, ընդլայնելով իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը։ Ինչպես են Թաթոյանի այս պնդումներին արձագանքում իշխանության շարքերից։ Ադրբեջանական իշխանությունը շարունակում է սալյամի պես ուղղակի մեր երկրի մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր։ Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղել առաջ եկել։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է պնդում, արբանյակային լուսանկարները վերլուծելով ու համեմատելով։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք։ Ըստ Թաթոյանի Հայաստանի խորքերում Վարդենիսից մինչև Ջերմուկ ադրբեջանցիների դիրքերը բարելավվել են անցած ամռանը։ Հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ։ Փաստերից ակնհայտ է, որ երբ նրանք իմացել են ադրբեջանական իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերի թրիփի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այս գործողությունները, ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել։ Հայաստանի իշխանությունները բնականաբար իմացել են այդ մասին եւ թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ նաեւ թաքցրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներից։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում կիլոմետրերով խորացել են 44-օրյա պատերազմին հաջորդած 2 տարվա ընթացքում։ Արբանյակային պատկերները մեծ էկրանին ցուցադրելով Թաթոյանը բացատրում էր, որտեղ ինչպես են ամրապնդվել։ Վարդենիսում ըստ նրա նոր դիրք է ավելացել, որ մինչև անցած հուլիս չի եղել ու թաքստոցներ են ավելացել։ Նորից էլի մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներին նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, այստեղ հատուկ դրանք կոչվում են նաև կապանիրներ, այսինքն թաքստոցներ հատուկ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների համար, տանկերի համար։ Այս դիրքից ուղիղ նշանառության տակ են Սոտքի ոսկուհանքը, Արոտավայրերն ու Կուտ գյուղը։ Ըստ նախկին օմբուդսմենի ադրբեջանցիները թաքստոցից բացի արևային կայաններ են տեղադրել ու ճանապարհներ կառուցել։ Ոչ միայն Վարդենիսում եւ Գեղարքունիքի մարզում են, նաեւ Վայոց ձորում, մասնավորապես Ջերմուկի տարածքում։ Արդեն Ջերմուկի ուղղությամբ ցուցադրել, թե ինչ է տեղի ունենում, Փաշինյան իշխանության խաղաղության քարոզին զուգահեռ ադրբեջանցիները ակտիվ ամրապնդվել են նաև Ջերմուկում, ըստ Թաթոյանի բացահայտման։ Այստեղ էլ առաջ են եկել ակտիվ շինաշխատանքներ ծավալել ու ամրացել, այնպես են դիրքավորվել, որ խոշոր դրամաչափի զինատեսակներով էլ կարող են գրոհել։ Սա արդեն Ջերմուկն է նորից արբանյակային լուսանկարներով, եւ մենք տեսնում ենք, որ էլի նորից մինչև օգոստոս սրանք տեղի ունեցած նոր բարելավումներն են եւ վերահսկողության ընդլայնումն է ու ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ։ Արման Թաթոյանը միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավարն է ու վարչապետի թեկնածուն, պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, ինչու ավելի շուտ չէր ահազանգում Հայաստանի խորքում ադրբեջանցիների ամրապնդման մասին։ Շատ պարզ, որտեղ նոր ենք բացահայտել։ Իշխող խմբակցության падգամավոր կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է հերքել, թե եթե նման բան լիներ, բոլորն էլ կիմանային։ Թաթոյանը ամեն ինչ կարա դուք էլ ասեք հետո։ Այդ անեկդոտը չեք լսել, որ այդպես էր,
ասենք դուք կիմանայիք Թաթուանից առաջ։ Պատգամավորը ինչ գիտի, որ սուտ է Թաթոյանի բացահայտումը, ինչի հիման վրա է պնդում։ Սիսակ Գաբրիելյանը կարծում է, որ փոքր Հայաստանում ադրբեջանցիների նոր տեղաշարժը չէր կարող այդ տարածքներին մոտ ապրող բնակիչների աչքից վրիպեր։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի, տենց չգիտեմ, մեր հարևան մի քանի երկրների չափ տենց միլիոնից ավել քառակուսի կիլոմետր տարածք չի։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր փոքր տարածքում ինչ որ բան է տեղի ունեցել եւ դրա մասին 1 տարի հետո Թաթոյանն է իմացել, բայց այդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային։ Մի հատ տենց ինչ որ բան է լինում, այդ հերավոր գյուղերից մի հատ ինչ որ մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազ է լինում, դուք առաջին դրա մասին գիտեք, այդ ո՞նց եղավ, որ ձեր նշած 6 տեղերը տենց առաջ տվեցին, վայ մի տարիա ոչ մեկ չգիտի Թաթոյանը այսօր ասել։ Ըստ պաշտոնական Երևանի, Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է շուրջ 240 կիլոմետր տարածք։ Իշխանությունը վստահեցնում է, թե օկուպացված տարածքների հարցը կլուծվի հայ-ադրբեջանական սահմանազատմամբ։ Ընդդիմադիր Արման Թաթոյանը պնդում է, պատերազմ բերած իշխանությունը պետք է հավաքի սրտիկները, պաչիկներն ու հեռանա, ճանապարհ տա մարդկանց, որ կարող են լուծել Հայաստանի գլխին կախված վտանգները։ Իսկ ինքը կարող է լուծել, կարող է Թաթոյանը Հայաստանի ինքնիշխան տարածքները ազատել ադրբեջանական զորքերից, եթե ընտրվի։ Այո, մենք կարող ենք, ես հստակ լուծումները պատկերացնում եմ եւ մեր թիմը կարող է, այո, պատկերացնում է, թե ինչպես կարող ենք հարցը լուծել։ Ես սկզբում ասացի, մեր անպայման առաջնահերթ մեր զինված ուժերի ամրապնդում, բանակի հզորացում, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման, մոբիլ ուժերով եւ այլն։ Փաշինյանին քննադատող Թաթոյանը այդուհանդերձ ընտրվելու դեպքում չի պատրաստվում հայ-ադրբեջանական հարաբերությունները սկսել իր սեփական կետից, ասած սկսելու են այն կետից, որտեղ կանգ կառնի Փաշինյանի իշխանությունը։ Թաթոյանի պնդումներին այսօր անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպանին մեղադրելով ստելու համար։ Ամեն ինչ այդ հրատապ ասուլիսները հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Հեցի լիցենզիայի դադարեցումից հետո եռամսյա ժամկետն արդեն լրացել է, սա նշանակում է, որ կառավարությունը արդեն գին է առաջարկել ընկերության սեփականատերերին, որպեսզի ընկերությունը պետականացվի։ Թե որքան է կառավարությունն առաջարկել, հայտնի չէ։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեկ խոսել է թեմայից, բայց գումարի չափ չի նշել։ Հեցի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը եւս չի բարձրաձայնում, բայց նշում է, որ զգալի պակաս է արբիտրաժով իրենց պահանջած $500 միլիոն։ Ղազինյանը նաև նշում է, որ կառավարության առաջարկը Հայփոստը միտումնավոր այնքան ուշ է իրենց հասցրել, որ առաջարկին արձագանքելու վերջնաժամկետը լրացել է։ Հայփոստից ազատության հարցերին այսօր չեն արձագանքել, հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Ամբողջ process-ը պետք է ավարտվեր 21-ին, որովհետև 21-ից հետո այդ process-ը չի կարող շարունակվել։ Օրենքի մեջ գրած է 3 ամսյա ժամկետում։ Հիմա իրենք պետք է առաջարկը ուղարկեին ողջամիտ ժամկետ տալով մեզ ծանոթանալու եւ պատասխանելու, ճիշտ է։ Հիմա այդ ողջամիտ ժամկետը չեն տվել, 17-ին տկենից դուրս է եկել, 20-ին զանգել են մեզ, ասել են նամակ ունեք, 25-ին Հայփոստը բերել է։ Դուք այստեղ ինչ եք տեսնում, համագործակցություն Հայփոստի եւ կառավարության միջեւ, որ ձեզ նամակը ուշ հասնի։ Այո։ Միտում եք տեսնում, այսինքն։ Անգամ եթե 17-ին դուրս գար, 18-ին հասներ մեզ, մենք կունենայինք հնարավորություն պատասխանելու, բայց հաշվի առնելով, որ մեզ նամակը հասել է արդեն 3 ամսից հետո, այստեղ պատասխանել, չպատասխանելը արդեն օրենքի սահմաններում չի, որովհետև 3 ամսյա ժամկետը վերջացել է։ Իսկ եթե նորմալ ժամկետում լիներ, ո՞րն է լինելու դիրքորոշումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նախորդին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել, հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտարարելով, որ շատ բարձր գնահատանքի է արժանի այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերը հաստատվում են նաեւ Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ։ Փաշինյանն ընդգծել է, որ խորանում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը եւ այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա։ Բայց հայ բեռնափոխադրողներն արդեն մի տարի է խնդիրների են բախվում Վրաստանի սահմանին։ Արդյոք այս հարցը Փաշինյանը քննարկել է Վրաստանում, հարցրել են այսօր վարչապետից խորհրդարանում։ Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ եք խփում, ես նայեցի այդ դրվագները, շատ լավ է, բայց դրանից զատ մեր քաղաքացիները ուզում են հասկանալ ի վերջո այս խնդիրները
հստակ լուծում ստանալու են, թե չէ։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Թբիլիսիից այսօր վերադարձած վարչապետ Փաշինյանից հետաքրքրվում էր։ Վրաստանի իր գործընկերոջ հետ խոսել է բեռնատարների հայ վարորդներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերից։ Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակողությամբ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն ու տնտեսվարողները վերջին 1 տարվա ընթացքում անընդհատ բողոքում են, թե վրացական անցակետերում առանց բացատրությունների կանգնեցնում են բեռնատարները, չհիմնավորված ստուգումների ենթարկում, այդպիսով լուրջ դժվարություններ առաջացնելով հայկական բիզնեսի համար, բայց թե ինչու հստակ պատասխան ասում են ոչ ոք չի տալիս։ Պարոն Փաշինյան, ես ուզում եմ շատ ուղիղ ասեք, դուք այդ հարցը բարձրացրել եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց օրեր շարունակ կանգնում են այնտեղ ձնի, բքի, անձրևի, եղանակային պայմանների, լինում են նաև որ ամիսներ ատևում է եւ կրկնում եմ նյութական շահագրգռվածության դիմաց հնարավորություն է լինում, այսինքն ուղիղ ասել եք այս մարդկանց, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս խնդիրը տեսնում ենք, այս խնդիրը կա ի վերջո, երբ է այս հարցին լուծում տրվելու։ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորի հարցը սա դրանք որակեց, հորդորելով, եթե կոնկրետ ինֆորմացիա ունի, ապա երբ ու որ իրավապահ մարմնին է դիմել։ Ձեր սադրանքներով ես կարծում եմ, որ դուք ուզում եք խնդիրներ ստեղծեք, որ հետո գաք ելի այդ խնդիրների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին, դուք ասեք ինչ մենք կարող ենք փոխանցել մեր չգիտեմ ինչ ասիկ, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև դուք փոխանցելու ոչ մի բան չունեք, կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային արտանման եւ ներմուծման խնդիրները, իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետքա դիմեք, իսկ եթե միջև չեք դիմել, ուրեմն դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով։ Բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում անանուն են խոսում կաշառքի մասին, խնդրում են նաև իրենց ձայնը փոխել, որ ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեն։ Գումարը տալիս են մի անհատի, որ այդ ապրանքը հասնի։ Գումարը չեն տալիս, այդ ապրանքը չի հասնում։ Այդ ամբողջ խնդիրը։ Իսկ ում են տալիս այդ գումարը։ Անօրինական գումար։ Հայաստան իշխող մեկի։ Այդ մեքենան դուրս է գալիս։ Մի անգամից տալիս են, շո համաները նկարում ղրգում են, տամոժիկը բացընտեն մա որ կա այդ տվյալ մեքենայի համաները, շո աֆորմի տանում հասնում է դմա։ Չկա ասма քաշի կայնի, ինչեւ որ դիտ համարները։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեք նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էր նույն հարցն ուղղել։ Նախարարն էլ արձագանքեց, ինքը դիմել է իրավապահներին, որ բացահայտեն, բայց ոչ ոք ցուցմունք չի տվել ու իր դիմումն ընթացք չի ստացել։ Հրապարակային, ուրեմն հայտարարություններ ա եղել Facebook-յան իմեջում հարյուրավոր մարդիկ այդպիսի բան են գրել, ես դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են այդ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի ես հաստատում եմ իմ գրածը։ Անանուն են խոսում, որովհետև վախենում են, որ ունեցած խնդիրները կհազարապատկվեն։ Արձագանքեց Դանիելյանն ու ասաց, հարկ եղած դեպքում ինքն այդ մարդկանց հանդիպման կբերի նախարարի մոտ։ Պապոյանը շարունակեց, այդ հայտարարությունների համար ոչ թե իր կամ ազգային ժողովի որևէ պատգամավորի մոտ պետք է գնան, այլ իրավապահների։ Այսինքն պետությունը իր պարտականությունները կատարելու տեղը այդ պատասխանատվությունը դնում է այդ կներեք այդ խեղճ ու կրակ մարդկանց վրա։ Օրերս էլ շինանյութներ կրող բեռնատարներն էին վրացական անցակետում մնացել։ Վերջերս կահույքի հետ կապված հարց կար, նախարարը եկավ, ես հանդիպեցի իր հետ ու այդ հարցը հիմա լուծվել է։ Այսօր էլ բեռնատարների մի քանի վարորդներ ազատությանն ասացին։ Հացահատիկներ կրող տասնյակ բեռնատարներ նորից անցակետերում են կուտակվել։ Հիմա էլ պահում են հացահատիկը։ Վահակին կուտակված մեքենաներ կան վրացական սահմանում, Տամոժնում մոտ։ Ռուսաստանից դեպի Հայաստան գալացողը։ Երեկվա օրվա երկրորդ կեսի դրությամբ 60-ից ավել մեքենա կանգնած էին։ Գումար են ուզում, որ մեքենան ասի, չի հասնում, սա դա։ Օրերս Վրաստանի ֆինանսների նախարարությունից ազատության վրացական ծառայությանը փոխանցել էին, թե հայկական բեռնատարների նկատմամբ ոչ մի արտառոց գործողություն չի իրականացվում։ Մաքսային ստուգումները ստանդարտ ընթացակարգով են եղել։ Իսկ հայաստանցի վարորդները շարունակում են դժգոհել։ Կառավարությունից ոչ ոք հստակ չի պատասխանում իրենց հարցերին։ Փաշինյանն էլ ասում է, Թբիլիսիում ամեն ինչ քննարկել են, բայց փակագծեր չի բացում, թե ինչ պատասխան է ստացել վրաստանցի իր պաշտոնակցից եւ խնդիրն արդյոք կլուծվի։
Դատարանն այսօր եւս 2 ամսով երկարաձգեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը։ Դատախազները ցանկանում էին 3 ամսով երկարաձգել, իսկ ընդդիմադիր քաղաքապետի փաստաբաններն առաջարկում էին տնային կալանք եւ 20 միլիոն դրամի գրավ սահմանել։ Ղուկասյանը հոկտեմբերից կալանքի տակ է կոռուպցիոն մեղադրանքով, որ գործարարից 4 միլիոն դրամ կաշառք է պահանջել անօրինական շինություն նորինականացնելու համար։ Նա քրեական գործի հետևում քաղաքական դրդապատճառներ է տեսնում։ Մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը ենթակա է երկարաձգման 3 ամի ժամկետով։ Ընտրում ենք դատարանին, Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրել ազատության զրկման հետ չկապված խափանման միջոց համակցության գրավի, իսկ դեպի դատարանը, որ պետք է ազատությունից զրկման զուգորդած խափանման միջոց լինի, տնային կալանք եւ 20 միլիոն գրավ, ոչամիտ ավել գումարի չափը թողնում ենք դատարան։ Խոսում դեպքում խափան միջոցի ժամկետը ենթակա երկարաձգման 2 ամի ժամկետում Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար նույն համայնքի գլխավոր ճարտարապետի Վարդան Շահերցյան անձի Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմչյանի օգտին հողանավորչության, գործողության եւ այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով 4 միլիոն դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնական անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք։ Որ Վարդանյան մարմինը տևական ժամանակ մեզանից մեր համոզմամբ թաքցնում է գործի համար էական նշանակություն ունեցող հասարակական խանգարումներ, մասնավորապես թե ինչ կա գործի ամբողջությունում, որից մասը անջատվել եւ վարկել դատարան, ողջամիտ կասկածներ են ծնում, որ ըստ էության կյանքի իրավունք ունի պարոն Ղուկասյանի այն բազմաթիվ արված հայտարարությունները, որ ըստ իրական բարույթը ոչ թե 15-ի վրա է իրականացվել, այլ իրականացվել է քաղաքական շարժառիթներ։ Ես այդ ձայնագրության պահով հիմա չեմ ուզում ասել, թե ինչ է եղել խոսակցությունը եւ ոնց են կտրել, սարքել, կարել ու բերել ներկայացրել։ Չնայած գկա Գասպարյան Հենրիկը եւ մնացած բոլոր վկանները իրենք բարձրավան կանգնեն ու կասեն, որ Ղուկասյան Վարդանը նմանատիպ մարդ չի եղել եւ դրա համար էլ այս քաղաքը այդպես կառուցել է։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար նորություններին, հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։